Սիրելի հայրենակիցներ, երբ իշխանությունը սկսում է վախենալ արդարությունից, այդ ժամն նա պատերազմ է հայտարարում սեփական ժողովրդի դեմ։ Եվ այսօր մենք դրա ականատեսն ենք։ Պատերազմ է հայտարարված հայ առաքելական Սուրբ եկեղեցում, հայի ինքնությանը, հայի պատվին ու արժանապատվությանը։ Մենք ընդունել ենք այդ մարտահրավերը եւ մենք չենք նահանջելու, քանի որ մեր վեհ նպատակն է Հայաստանի պատիվը եւ արժանապատվությունը։ Այսօր դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի երկարացման հերթական միջնորդությունը։ Բայց իրականում այս դատարանի շենքում ոչ թե դատում են մարդու, այլ դատում են հայի պատիվը, ազնվությունը եւ խիղճը։ Այո, այս իշխանությունները վախենում են Սամվել Կարապետյանից, քանի որ նրա հետ ցանկացած համեմատության մեջ նրանք պարտված են։ Նրանք վախենում են նաև Սամվել Կարապետյանի լռությունից, քանի որ նա իր լռությամբ ավելի պատվով է, քան փոքրիկ խմբակը իր ամբողջ կազմով։ Եվ նույն ձեռագրով այսօր կալանավորված են մեր հոգևոր հայրերը։ Միքայել Սրբազանը, Բագրատ Սրբազանը և մի քանի տասնյակ այլ հայորդիներ։ Նույն մեղադրանքները, նույն մտադրությունը լռեցնել բոլոր նրանց, ովքեր կանգնած են ժողովրդի կողքին Հայաստանի պատվի և արժանապատվության համար։ Բայց այս ամենը միայն Սամվել Կարապետյանի հարցը չէ։ Սա պայքար է մի ամբողջ ժողովրդի իր պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու համար, որ հայը կրկին բարձր պահի իր անունը և հայի հետ հաշվի նստեն։ Մենք չենք ուզում ապրել գլուխներս կախ և ստորացած ուրիշների լծի տակ։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ։ Մենք պայքարելու ենք արդարության համար։ Մենք պայքարելու ենք նրա համար, որ Հայաստանում չլինեն այլևս քաղ բանտարկյալներ։ Մենք պայքարելու ենք մեր երազանքի հայրենիքը ունենալու համար։ Մենք չենք պատրաստվում հանդուրժել այս անօրինականությունները։ Ժողովուրդը այլևս չի լռելու, ժողովուրդը այլևս չի վախենալու, ժողովուրդը այլևս չի հանձնվելու։ Սա մեր պայքարն է մեր պատվի, մեր արժանապատվության համար։ Ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Սրբազան հայրերին, ազատություն, 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 ազատություն,